Ուզում եմ անցնել падգամին արդեն, И уже хочу перейти к слову. եւ ինչպես աղոթքից մեջ եկան այս բառերը, որ մեր հայացքը ուղղված են քեզ Տեր Հիսուս, И как в молитве пришли вот эти слова, что наш взгляд направлен к Тебе, Господь Иисус. падգամի վերնագիրը նույնպես այդպես է հնչում. И название проповеди также звучит. Հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Твой взгляд не отрывай от Иисуса. Գիտեք, հավատքի կյանք, ինչ է հավատքի կյանք։ Что есть жизнь веры? Եվ տարբեր մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում հավատքի կյանքը։ И люди по-разному представляют жизнь в вере. Եվ կարծում եմ մեր հարազատների շրջանում հատկապես մեր ազգի մեջ ընդունված է, որ գրեթե բոլորը հավատում են Հիսուսին։ И как будто среди наших родных принято, что все как будто верят в Иисуса. Եվ եթե ինչ-որ մեկին հարցնես անգամ դու քրիստոնյա ես թե ոչ, սա վիրավորական հարց է հայերի համար։ У кого-то спросить, ты христианин или нет, для армян это вопрос оскорбительного характера. Որովհետև բոլորը հասկանում են, որ իրանք քրիստոնյա են։ Потому что все понимают, что они христиане. Եվ ազգի մեծամասնությունը հավատում է Հիսուսին։ И большинство в народе верит в Иисуса. Բայց Աստվածաշունչը ասում է, որ հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Но Слово Божие говорит, что вера от слышания, а слышание от Слова Божьего. Եվ հավատալ Հիսուսին И верить в Иисуса, չի նշանակում ըստ Աստվածաշնչի հավատալ, որ Հիսուսը կա, согласно Слову Божьему, верить в Иисуса, это не означает верить, что Иисус есть. այլ նշանակում է հավատալ, որ նրա ասածները ճշմարիտ են։ Но верить в то, что Он сказал, истина. Եվ հավատքի կյանքը И жизнь веры Հիսուսի խոսքերին վստահելու կյանքն է։ – это жизнь доверия словам Иисуса. Գիտեք, մենք բոլորս այսօր առավոտ ոնց որ իմ աղոթքների մեջ երեք երեկոյան երբ որ պատրաստվում էի падգամին Сегодня утром, вчера вечером в моих молитвах, когда я готовился к слову, այս միտքն էր, որ Աստված այսօր ուզում է ձեզ քաջալերի։ и эта мысль была, что Бог хочет вас вдохновить. Եվ Աստված սիրում է ձեզանից յուրաքանչյուրին։ И Бог любит каждого из вас. Ես գիտեմ, որ դուք դա գիտեք, Я знаю, что вы это знаете. բայց Աստված ուզում է, որ դուք այսօր լսեք սա։ Но Бог хочет, чтобы сегодня это услышали. Եվ ձեր ամեն դժվարությունների մեջ И во всех ваших трудностях հավատքի կյանքը դրսևորվում է, жизнь веры, она проявляется, երբ որ դու վստահում ես նրա խոսքերին։ когда ты доверяешь Его словам. Եվ ընթերցենք падգամի հիմնական հատվածը Մատթեոսի ավետարան 14-րդ գլխից։ И прочитаем название проповеди из Евангелия от Матфея 14 главы. Դժվարություն է, էլի, որ հասկանում ես լեզուն։ Ես ինքս թարգմանիչ եմ եւ շատ անգամ թարգմանում եմ։ Я сам проповедник и переводчик и часто перевожу. Եվ շատ գնահատում եմ եղբորս աշխատանքը И ценю работу եւ брата ծառայությունը, и служение. եւ ես այդ նույն ծառայությունն եմ անում, երբ որ մենք ենք հյուրեր ընդունում։ И я сам это служение провожу, когда принимаем гостей. Ուրեմն կարդանք падգամի հիմնական հատվածը։ И прочитаем основную мысль проповеди. Մատթեոսի ավետարան 14-րդ գլուխ, Евангелие от Матфея 14 глава, 25-ից 33 հատվածը ընթերցեմ։ с 25 стиха. Շատ հայտնի հատված, Это բոլորդ очень գիտեք այս պատմությունը։ Известное место, все знаете эту историю. Գիշերվա 4-րդ պահին Հիսուսը լճի վրա քայլելով նրանց մոտ եկավ։ В четвертую уже стражу ночи пошел к ним Иисус, идя по морю. Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է եւ վախից աղաղակեցին։ И ученики, увидев его, идущего по морю, встревожились и говорили: это призрак, и от страха вскричали. Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք»։ Но Иисус тотчас заговорил с ними и сказал: ободритесь, это я, не бойтесь. Պետրոսը նրան ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։ Петр сказал ему в ответ: Господи, если это ты, повели мне прийти к тебе по воде. Իսկ նա ասաց. «Եկ», եւ Պետրոսը նավից իջնելով քայլեց ջրի վրայով եւ Հիսուսի մոտ եկավ։ Он же сказал: иди. И выйдя из лодки, Петр пошел по воде, чтобы подойти к Иисусу. Սակայն սաստիկ քամին տեսնելով վախեցավ եւ երբ սկսեց սուզվել, աղաղակեց ու ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ Но, видя сильный ветер, испугался и, начав утопать,
закричал: «Господи, спаси меня!» Հիսուսն իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան եւ ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Иисус тотчас простер руку, поддержал его и говорит ему: «Маловерный, зачем ты усомнился?» Երբ նրանք նավ մտան, քամին հանդարտվեց։ И когда они вошли в лодку, ветер утих. Նավի վրա եղողները երկրպագեցին նրան ու ասացին. «Իսկապես դու Աստծո որդին ես»։ Бывшие же в лодке подошли, поклонились ему и сказали: «Истинно ты Сын Божий». Ինչպիսի իրավիճակը նկարագրում այս հատվածը մեզ։ Каким образом эта история описывается нам эта история? Գիտեք, մեր կյանքում շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ որ մենք չենք հասկանում ինչ է կատարվում։ В нашей жизни часто бывают обстоятельства, когда мы не понимаем, что происходит. Եղել է ձեր кյանքում այդպիսի Было в իրավիճակ։ вашей жизни такое? Հարց ենք տալիս ինչու։ И спрашиваем, почему? Ինչ է սա։ Что это? Ինչ ես ուզում Տեր։ Что ты хочешь, Господь? Երբեմն պատկերացրեք, իրանք տեսան ջրերի վրայով մեկը քայլում է դեպի իրանց։ Այդ մենք գիտենք պատմություն է, բայց իրանք չգիտեին։ И мы, представьте, они не знали историю, но мы знаем, и кто-то ходит по воде, к ним идет. Եվ վախեցան։ И они испугались. Եվ մեր կյանքում նույնպես լինում են իրավիճակներ, երբ որ մենք չենք հասկանում ինչ է կատարվում։ И в нашей жизни также бывают обстоятельства, когда мы не понимаем, что происходит. Գիտեք, երբ որ մենք չենք հասկանում, И когда мы не понимаем, անկախ քեզանից վախ է գալիս քո։ независимо от всего, приходит страх. Դա կարող լինի ընտանեկան իրավիճակ, Это может быть обстоятельства в семье, ֆինանսական իրավիճակ, обстоятельства финансовые, առողջական իրավիճակ, ситуация со здоровьем, հոգեբանական ինչ-որ խնդիր, что-то душевное, психологическое, երեխաների հետ կապված, что-то с детьми связанное. Մարդը ցանկացած երկրում եւ ցանկացած իրավիճակում։ Человек, он остается человеком, независимо в какой стране и в обстоятельствах он находится. Եվ երբ որ իրավիճակը այնպիսին է, И когда ситуация такова, որ մենք չենք հասկանում, что мы не понимаем, վախ է գալիս։ приходит страх. Բայց հաճախ այդ վախերի մեջ Տերը ուզում է մեզ բան սովորեցնի։ Но зачастую в этих ситуациях Бог хочет нас научить. Եվ ուզում է, որ մենք տեսեք այդ վախեցած մարդկանց, վախեցած Պետրոսին, Տերը ուզում է, որ ինքը անգամ ավելի այսպես վախենալու տեղ գնա, նավակից դուրս գա։ И Господь иногда хочет, чтобы вот Петр, который испугался, чтобы он пошел дальше, там, где еще страшнее, вне лодки. Դու կարաս քո վախերի մեջ կծկվես, նավակի մեջ ծածկվես ու փակես աչքերդ մտածելով, որ ոչինչ չկա։ Ты в своих страхах в лодке можешь окутаться, закрыть глаза и подумать, что ничего не происходит. Գիտեք չէ Ջայլամի պատմությունը։ Вы знаете историю Страуса? Իրականում Ջայլամները տենց չեն անում։ В действительности страусы так не делают. Բայց ամբողջ մարդիկ այդպես են մտածում, որ Ջայլամը վախենալուց գլուխը մտցնում է ավազի մեջ։ Но все люди думают, что когда страус боится, он голову в песок зарывает. Եվ շատ հավատացյալներ, երբ որ խնդիրը տեսնում են, И многие верующие, когда видят проблему, իրենք մտածում են, они думают: արի ես չտեսնելու տամ։ лучше давай я не буду видеть этого. Արի ապրենք այնպես, իբրև այդ խնդիրը չկա։ Давайте жить так, как будто нету этой проблемы. Ինչ եք կարծում, եթե մեկը սրտի խնդիր ունի, Как думаете, если у кого-то проблемы с ուտի сердцем, գնա բժշկի կամ աղոթի բժշկության համար, и он должен идти к врачу или молиться за исцеление, ու ասի ես այնպես եմ սնվելու, Իսկ այնպես եմ վազելու, որ ասես այս խնդիրը չկա։ я буду так питаться, так буду бегать, как будто нету этой проблемы. Ինչ կլինի։ Что будет? Երեխաները ասենք խնդիրներ ունեն, Допустим, у детей проблемы, իսկ երեխաները խնդիրներ ունենում են, а у детей бывают проблемы. հատկապես ինչ որ տարիք կա, Особенно, когда вот есть некий период, возраст. ու դու ասես ես մերժում եմ։ И Իմ ты համար скажешь: ես նենց եմ ապրելու իբրև այդ խնդիրները չկա։ я отвергаю, как будто нету этих проблем. Ամուսինների միջև հարաբերությունների խնդիր կա, Между супругами есть проблемы в отношениях, ու դու ասում ես ես համարում եմ որ չկա այդ խնդիրը։ и ты говоришь: я считаю, что этих проблем нету. Սիրուն այդ խնդիրները լուծում պիտի ստանան, Возлюбленные проблемы должны получить ոչ թե решение, անտեսվեն։ а не быть пренебрегаемы нами. Երբեմն Ինագդա լուծում ստանալու համար Чтобы получить решение, Տերը ասում է դուրս արի քո նավակից։ Господь говорит: выйди из твоей лодки. Սա անհավանական մի բան է։ Это что-то невообразимое.
Եկեք մեզ պատկերացնենք Պետրոսի փոխարեն։ Давайте себя представим на месте Петра. Տերը մեզ ասում է. Господь говорит нам, иди, Եվ քայլի ջրերի վրայով։ и иди по водам. Ես սովորաբար պատգամը բաժանում եմ 3 մասի, որ ավելի լավ հիշվի, 3 կետերի։ Я по привычке проповедь делю на 3 части, на 3 пункта, чтобы лучше запомнилось. Եվ առաջին կետը սա է. И первый пункт такой. Որն է քո նավակը։ Что является твоей лодкой? Ինչից դու պիտի դուրս գաս, Из чего ты должен сам выйти, որ մոտենաս Տիրոջը։ чтобы приблизиться к Богу? Քո դժվարին իրավիճակների ժամանակ։ Во время твоих трудностей. Եթե այսօր դու անցնում ես այդպիսի դժվարին իրավիճակներով, Если ты проходишь через такие трудности, ուզում եմ լսես Տեր Հիսուսի խոսքերը։ хочу, чтобы ты услышал слова Господа Иисуса. Քաջալերվիր, ես եմ։ Мужайся, это я. Քաջալերվիր, ես եմ։ Мужайся, это я. Ես քեզ չեմ թողել։ Я тебя не оставил. Աստվածաշնչում այսպիսի խոսքեր կան։ В Слове Божьем есть такие слова. Եթե անգամ մայրը իր մանկահասակ երեխային թողնի, Если даже мать оставит своего ребенка, որ դա младенца, շատ անհավանական է, что является крайне маловероятным, բայց կան մայրեր, но бывают матери. գիտեք, որ իրենց նորածին երեխային թողնում են, ասում են, ես Знаете, չեմ что ուզում, они новорожденных детей оставляют, ես говорят, я չեմ не ուզում այս хочу. երեխային հոգ տանեմ։ Я не хочу заботиться об этом ребенке. Լինում են այսպիսի մայրեր։ Бывают такие матери. Բայց Աստված ասում է, եթե անգամ մայրը իր նորածին երեխային թողնի, Бог говорит, даже если мать оставит своего новорожденного ребенка, ես քեզ չեմ թողնի։ я тебя не оставлю. Եվ եթե քո դժվարության մեջ, И если в твоих քո трудностях, տառապանքի մեջ, в твоих мучениях, քո հարաբերությունների ճգնաժամի մեջ в кризисе в отношениях, դու չգիտես ինչ անես ու վախ է եկել, ты не знаешь, что делать, и пришел страх, Տերը ասում է քաջալերվիր, Господь говорит, мужайся, քո հայացքը ինձ ուղղիր, свой взгляд направь на меня. այդ ես եմ, Это я. դուրս արի քո նավակից։ Выйди из твоей лодки. Գիտեք, ինչը կարող է լինել քո նավակը։ Что может быть твоей лодкой? Դրանք կարող են լինել սխալ պատկերացումները։ Это могут быть неправильные представления. Այսօր ինտերնետը լցված է սխալ ուսուցումներով, Сегодня интернет заполнен неправильным учением. եւ դու կարող ես ինչ-որ բան լսած լինես ու սխալ մտածես։ И ты можешь что-то услышать и неправильно подумать. Շատերս մեր ծնողներից ժառանգել ենք որոշակի սխալ պատկերացումներ։ Многие из нас от родителей переняли неправильные представления. Ես գիտեմ, որ ձեր ընտանիքներում դժվար թե ամուսիններով վիճեք իրար հետ, Я думаю, что вряд ли вы в своих семьях с супругами между собой բայց մեր ссоритесь. մոտ ստացվում է այդպես։ Но иногда у нас бывает так. Ու իմ ծնողների мոտ էլ էր ստացվում И у моих ժամանակին։ родителей тоже в свое время получалось. Ու չգիտեմ, ես մի օր նկատեցի, որ ես իմ կնոջ հետ վիճում եմ այնպես, ինչպես իմ հայրը իմ մոր հետ էր վիճում։ И однажды я заметил, что я со своей женой ссорюсь так же, как и мои родители. Գիտեք, ու այդ միտքը ինձ լուրջ սովորեցրեց մի բան։ И эта мысль, она научила меня кое-чему. Գիտեք, երեխաները շատ հաճախ դասիրակվում են ոչ թե լսելով, И дети зачастую, они получают воспитание не слушая, այլ տեսնելով։ а через то, что они видят. Երբ որ բժիշկը սիգարետը իր բերանին իր որդուն խորհուրդ է տալիս, որ ես բժիշկ եմ, ես հասկանում եմ, սա սխալ է, չծխես քո կյանքում։ И когда врач с сигаретой во рту, в руках, и он своего ребенка учит и говорит, это плохо, не кури. Այդ երեխան կլսի, կասի այո, Этот ребенок услышит, скажет да, բայց իր ենթագիտակցության մեջ ինքը նմանվելու է իր հորը։ но в своем подсознании, воображении он будет уподобляться. Եվ ինչ եմ սա ասում, И почему я это говорю? հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Взгляд от Иисуса никогда не отрывай. Մենք պատվում ենք մեր հայրերին, Мы почитаем наших родителей, բայց եկեք մենք սովորենք ապրել եւ հավատալ նայելով մեր երկնային հորը։ но давайте мы научимся жить и верить то, как учит наш Небесный Отец. Որն է քո նավակը, որից դու պիտի դուրս գաս։ Что есть твоя лодка, из которой ты должен выйти? Դրանք կարող են լինել քո սխալ պատկերացումները, Это могут быть твои неправильные представления,
Եկեղեցին առանց խնդիրների չի կարող լինել։ Церковь не может быть без проблем. Եվ մարդիկ կարող են գայթակղվել ինչ-որ մեկից, И люди могут соблазниться кем-то. ինչպես ընտանիքում են հարաբերություններ լինում, որոնք այսպես երբեմն ցավոտ են։ И как в семье бывают отношения, которые иногда болезненны. Եկեղեցում նույնպես կարող ես բախվել այսպիսի հարաբերությունների։ И в церкви ты тоже можешь встретиться с такими отношениями. Եվ գուցե քո նավակից դուրս գալ այդ գայթակղություններն ու նեղացած վիճակը հաղթահարելն է։ И, быть может, выход из лодки – это когда ты победишь вот эти ситуации. Գուցե աշխարհի հոգսերը, Может быть, мирские соблазны. գուցե գալիս ես եկեղեցի, բայց մտածում ես, գիտեք եկեղեցի եկողներին ինչ են ասում։ Знаете, что говорят людям, которые приходят в церковь? Ասենք բարեկամները, որ ամեն ինչ անում են, որ մարդը չդառնա հավատացյալ, Родные люди, когда делают все, чтобы человек не стал верующим, հետո տեսնում են էլ շանս չկա, и потом видят, что нету больше դու шансов, հաստատ որոշում ես կայացրել, ты уже принял твердое որ решение, ապրելու ես Քրիստոսի աշակերտի կյանքով, что будешь жить, будучи учеником Иисуса, իրանք խորհուրդ են տալիս։ они дают совет. Գնա, Иди, բայց մի խորացի։ иди, но не углубляйся. Ձեզ տվել են այդ խորհուրդը։ Вам давали такой совет? Գնա, բայց մի խորացի։ Иди, но не углубляйся. Մարդը գալիս է եկեղեցի, И человек приходит в церковь, այստեղ սովորեցնում են ամբողջական նվիրում, и здесь учит всецело отдаваться, այստեղ посвящаться. սովորեցնում են, որ այս աշխարհի հարստությունը անցողիկ է, Здесь учат тому, что богатство этого мира, оно переходящее. քո գանձերը երկնքում դիզիր, Твои сокровища собирай на небесах. քո կյանքի իմաստը դարձրա մյուսների փրկությունը, И смыслом жизни сделай спасение других այն людей. ինչ որ Տեր Հիսուսն էր սովորեցնում, То, чему учил Господь Иисус. բայց քո ականջին Но на твой слух զրնգում է звучит, звенит, այն խոսքերը. звучат те слова. Գնա, Иди, բայց մի խորացի։ но не углубляйся. Եվ գուցե այս մակերեսային քրիստոնեությունն է քո նավակը, որից պիտի դուրս И գաս։ может быть вот это поверхностное христианство, и это есть твоя лодка, из которой тебе нужно выбраться. Կամ չափից դուրս զբաղված լինելը, Или чрезмерная занятость. որ ժամանակ չունես Տիրոջ գործի համար։ Что у тебя нет времени на дело Божье. Ինչից պիտի դուրս գաս։ Из чего тебе нужно выйти? Գիտեք, այդ նավը И знаете, вот эта лодка, տարուբերվում էր։ она вот Քամին билась, ուժեղ էր ветер был сильный, եւ հակառակ էր։ и был против ветер. Եվ մեր կյանքում լինում են այդպիսի ժամանակներ, И в нашей жизни бывают такие времена, որ քամին մեզ հակառակ է փչում։ когда ветер против дует. Դու գիտես, որ Աստված քեզ ասել է, այս ուղությամբ պիտի գնաս։ Ты знаешь, что Бог тебе сказал идти в этом направлении. Դեք Տեր Հիսուսն էր ասել, անցեք նստեք նավակում, անցեք այն կողմ։ И Господь Иисус сам сказал, сядьте в лодку и переправьтесь на ту сторону. Բայց քամին հակառակ էր։ Но ветер был против. Եթե այսօր քո կյանքում քամին հակառակ է փչում, И если сегодня в твоей жизни ветер против дует, իմացիր, որ Աստված քեզ լավագույն դասերից մեկն է սովորեցնելու։ знай, что Господь учит тебя, дает самый наилучший урок. Հավատքի կյանքի լավագույն դասերը։ Это лучший урок жизни веры. Մենք սովորում ենք, Мы учимся, երբ որ քամին հակառակ է։ когда ветер против. Եվ Տերը ասում է՝ մի վախեցիր, И Господь говорит, не бойся, քաջալերվիր։ мужайся. Ես եմ, Это я. ես քեզ չեմ թողել Я тебя не оставлю. եւ չեմ էլ թողնելու։ И не оставлю. Դու իմն ես Ты мой, եւ ես քո հետ եմ։ и я с тобою. Գիտեք, կարդանք եւս մեկ հատված Աստվածաշնչից, И еще одно место из Писания прочитаем. Հռոմեացիս 12-րդ գլուխ, Римлянам 12 глава, առաջին երկու խոսքերը։ первые 2 стиха. Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենթանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը։ Итак, умоляю вас, братья, милосердием Божиим, представьте тела ваши в жертву живую, святую, благоугодную Богу для разумного служения вашего. Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը։ И не сообразуйтесь с веком сим, но преобразуйтесь обновлением ума вашего, чтобы вам познать, что есть воля Божья, благая, угодная и совершенная. Մեր ժամանակների եկեղեցու հիվանդությունը И болезнь нашего времени в церкви,
Նա է, որ եկեղեցին չի տարբերվում երբեմն աշխարհից։ Это та, что иногда церковь не отличается от мира. Այստեղ գրված է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ И здесь написано, не сообразуйтесь с веком этим. Եվ հետո ասում է, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, ձեր միտքը պիտի փոխվի։ Но преобразуйтесь обновлением ума вашего, ваш разум должен меняться. Գիտեք ինչով է հավատացյալ մարդը տարբերվում աշխարհի մարդուց, որ Чем հավատացյալ չի։ верующий человек отличается от неверующего? Հավատացյալ մարդը միշտ ամեն իրավիճակում որոշում կայացնելուց առաջ ասում է, որն է Աստծո կամքը։ Верующий человек, прежде чем принять решение, говорит, что есть воля Божья. Որտեւ ես գիտեմ, Աստծո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ։ Потому что я знаю, что воля Божья благая, угодная и совершенная. Իսկ աշխարհի մարդը А мирской մտածում է, человек думает, որն է ինձ հարմար։ что мне удобно. Երբեմն ինձ մեկ այսպես ես միշտ աղոթելուց եմ որ Տեր Հիսուսը աղոթում էր, չէ, ասում էր թող քո կամքը լինի։ И когда молился Господь Иисус и говорил, да будет воля Твоя. Եվ ես ասում եմ աղոթելուց ասեք, ձեր խնդրանքները բերեք Տիրոջ, ասեք ես սա եմ ուզում, բայց թող քո կամքը լինի։ И я говорю, когда вы молитесь, приносите то, в чем вы нуждаетесь, но говорите, да будет воля Твоя. Գիտեք մարդիկ եղան, որ ինձ նամակ գրեցին այդ ուսուցումից հետո։ И были люди, которые после этого учения мне написали письма. Ասացին Արման եղբայր դու թուլացնում ես մեր հավատքը։ Говорят, брат Арман, ты ослабеваешь нашу веру. Զարմացա, ասացի ոնց եմ թուլացնում, ես դες սովորացնում եմ, այն ինչ որ Տեր Հիսուսն էր ասում։ Я удивился и думал, как я делаю вашу веру слабой, я учу тому, что говорил Иисус. Ես ուզում եմ սա լինի, բայց որ Աստված հանկարծ չուզի։ Он говорит, я хочу, чтобы было это, а если Бог не захочет? Զարմացա։ И я удивился. Ինչու է եկեղեցին տարբերվում աշխարհից։ И чем церковь отличается от мира? Աշխարհը իր առջև դնում է նպատակ И мир ставит перед собой цель եւ ամեն ինչ անում է որ հասնի այդ նպատակին։ и делает все, чтобы достичь этой цели. Իսկ Տեր Հիսուսը այսպես էր սովորեցնում։ А Господь Иисус учил так. Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Не сообразуйтесь с веком сим. Գուցե այն ինչ որ դու ես ուզում, Может быть, то, что ты хочешь, Աստված չի ուզում։ Бог этого не желает. Հնարավոր է թե ոչ։ Это возможно или нет? Չէ, հպարտ մարդը ասում է, հնարավոր չի, Աստված նրա համար է որ իմ ցանկությունները կատարի։ Гордый человек говорит, нет, это невозможно, Бог на то, чтобы исполнить мои желания. Իսկ խոնար մարդը ասում է, ես նրա համար եմ որ նրա ցանկությունները կատարեմ։ А смиренный человек говорит, я для него, чтобы его волю исполнить. Եվ մենք պիտի դուրս գանք մեր նավակից։ И мы должны выйти из своей лодки. Որքան էլ անհավանական թվա։ И насколько нам будет казаться Ես это գիտեմ ինչ եմ невозможным, ասում։ я знаю, что я говорю. Երբ որ դու մի բան գիտես, որ սա հաստատ էսպես է ճիշտ, И ты когда знаешь точно, что это правильно, եւ աղոթում ես Աստծուն, и ты молишься Богу, ու վերջում ասում ես, եթե քո կամքը չի, թող չկատարվի, и ты в конце говоришь, если это не твоя воля, пусть не будет этого, դա շատ ծանր է։ это очень сложно. Այդտեղ հավատք է պետք։ Там нужна вера. Այդտեղ հավատք է պետք, որ դու հավատաս, որ նրա կամքը միշտ բարի է։ Вера нужна, чтобы ты верил всегда, что его воля всегда благая, Միշտ հաճելի, всегда угодна միշտ կատարյալ։ и всегда совершенна. Գեցեմանի աղոթքը, Молитва в Гефсиманском саду. այս բաժակը ծանր է։ Эта чаша, она тяжелая. Եթե քո կամքն է, Если это твоя воля, հեռացրու, пусть минует, բայց ոչ թե իմ կամքով, но не по моей воле, այլ քո կամքով։ но по твоей воле да будет. Եթե քո կամքն է, որ ես սա խմեմ, Если твоя воля, чтобы я выпил, ինձ ուժ դուր որ սա խմեմ։ дай мне силы, чтобы я выпил. Սա է ավետարանը սիրելին։ Вот Евангелие, возлюбленные. Սա է բարի լուրը, Вот благая весть, որ քո ամեն դժվարությունների մեջ что во всех твоих трудностях Տերը ասում է միտքդ նորոգիր։ Господь говорит, обнови свою Իմ ум, կամքը ճանաչիր։ познай мою Իմ волю, կամքը խնդրիր։ проси моей воли. Եվ հետո կհասնես միտեղ, И ты потом дойдешь до места, գուցե փոթորիկների միջով, быть может, через бури, գուցե ջրերի վրայով քայլելով, будь то ходя через воды, գուցե վախով ու սարսափով, быть может, через страх и ужас, բայց իմ քաջալերանքը ընդունելով, но принимая мое вдохновление, կհասնես միտեղ, ты дойдешь до того места, որտեղ կհասկանաս, где поймешь, որ իմ կամքը что моя воля բարի է,
благая, հաճելի угодная եւ կատարյալ։ и совершенная. Որն է քո նավակը, որից պիտի դուրս գաս։ Какая твоя лодка, из которой тебе нужно выйти? Երկրորդ կետը այսպեսին է։ Второй пункт звучит так. Գիտեք, այնտեղ քամին սկսեց փչել։ И знаете, там начался ветер. Երբ որ Պետրոսը ոդկը, ես չեմ պատկերացնում ոնց ինքը ոդկը հանեց, Я не представляю, как Петр, նավի այս մյուս կողմը դրեց, он вытащил ногу и Ջրի поставил վրա, вне лодки на ու воду սկսեց ջրի վրայով քայլել։ и начал ходить по воде. Դուք պատկերացնում եք։ Вы это представляете? Սա Աստծուն վստահելն է։ Это доверие Богу. Սա որ քո միտքը ասում է հնարավոր չի, Твой разум говорит, невозможно. բայց Աստված ասում է արա այսպես, Но Бог говорит, делай так. սա նավակից ոդկը դուրս դնելն է։ Это когда ты в ногу вытаскиваешь из лодки. Բայց կա թշնամի, Но есть враг, որ միշտ մտքեր է մեզ ուղարկում։ который всегда дает мысли. Գիտեք, սատանան իշխանություն չունի հավատացյալին մոտենալու։ И у дьявола нету разрешения подходить к верующему. Բայց Աստվածաշունչն ասում է ինքը մտքեր ուղարկելու իշխանություն ունի։ Но Слово Божие говорит, что он может направлять мысли. Եվ Եփեսացիս 6-րդ գլխում է գրված. И в Ефесянам 6 главе написано: Վերցրեք հավատքի վահանը, возьмите щит веры, որ կարողանաք հանգցնել թշնամու կրակոտ նետերը։ который можете угасить раскаленные стрелы врага. Նաև գրված է Պողոս առաքյալն ասում է մենք ամեն միտք գերի ենք բռնում, И апостол Павел говорит, мы все берем всякие мысли мы берем в пленение եւ հնազանդեցնում ենք Քրիստոսին։ и смиряем пред Христом, подчиняем Христу. Երբ որ դու որոշում ես կայացնում անել անհավանականը И когда ты принимаешь решение делать невозможное, եւ քայլ ես անում, и ты делаешь шаг, քո հայացքը Հիսուսին է ուղված։ твой взгляд направлен на Աշխարհը Иисуса. ինչ որ ասում է դու չես лսում, Мир то, что говорит, ты не слышишь. բարեկամների մի խորադնալն էլ չես լսում, И даже советы родных своих не слушаешь. չխորանալը։ Когда որոշում ես родные говорят, не углубляйся, ты это тоже не слушаешь. արմատներդ խորացնես И Տիրոջ ты решил свои խոսքի корни մեջ, впустить Слово Божье, որ չլինես այն բույսի նման, որ աճում է, чтобы не быть как дерево, արմատ չունի, которое растет и нету корней. հետո արևը չորացնում է իրան։ И потом солнце его осушает. Դու որոշում ես ապրել Քրիստոսի ասածով։ Но ты решаешь жить по тому, как говорил Иисус. Քո դժվարությունների մեջ, В твоих трудностях, քո խնդիրների в твоих մեջ։ проблемах. Գիտեք, մարդիկ կան, որ անհուսության մեջ են։ Есть люди, которые не имеют надежды. Այսօր խաղամոլությունը, թմրամոլությունը եւ սրանց հավասար մի բան կա փողասիրությունը, И сегодня любовь к азартным играм, наркозависимость и что-то сегодня есть, когда любовь к деньгам, մամոնայի պաշտամունքը, это поклонение мамоне. տանում է այնտեղ մարդուն, Оно ведет человека туда, որ մարդը իր կյանքը չի պատկերացնում առանց այդ մեղքերի։ что человек в своей жизни не представляет без этих грехов. Բայց Տերը ասում է դուրս արի։ Но Бог говорит, выйди. Հնարավոր չի ջրերի վրայով քայլել։ Невозможно идти по водам. Ճիշտ է, հնարավոր չի։ Невозможно, правильно. Եթե Աստված քեզ չի ասում։ Если Бог тебе не говорит. Եթե Հիսուսը այնտեղ կանգնած քեզ ասում է դուրս արի։ Если Иисус там стоит и говорит, выйди, Թող քո նավակը։ оставь свою лодку. Մի վախեցի։ Не бойся. Ես եմ քեզ կանչող։ Я тебя призываю. Դուրս արի քո նավակից։ Выйди из твоей лодки. Ես չգիտեմ ինչ մեղքի կապանք կա քո կյանքում։ Я не знаю, какие оковы греха есть в твоей Ինչ սխալ жизни. պատկերացում։ Какое неправильное мышление, представление. Դուրս արի այդ նավակից։ Выйди из этой лодки. Գնա դեպի Տերը։ Иди к Господу. Բայց այդ ընթացքում ուշադիր եղի, Но на этом пути будь внимателен. որովհետև միտքը Потому что мысли, սատանայի իշխանության տակ է։ они под властью дьявола. Դու չես կարող նենց անես, որ ինքը քեզ միտք չուղարկի։ Ты не сможешь сделать так, чтобы он тебе мысли не направлял. Այդպեսի բան Աստվածաշունչ չի սովորեցնում։ Слово Божие такому не учит. Ես արգելում եմ քեզ սատանա ինձ միտք չուղարկես։ Я запрещаю тебе, дьявол, не направляй мне мысли. Այդպեսի աղոթք չկա Աստվածաշունչում։ Нет такой молитвы в Писании. Հակառակը դու պիտի վերցնես քո հավատքի վահանը։ Наоборот, ты должен взять щит веры. Ինչպես Տերն էր ասում, հիշու как եք Տերը говорит ինչպես էր հաղթում սատանային։ И как он побеждал дьявола Անապատի փորձության մեջ։ во время
искушения в пустыне, 3 գայթակղություն։ 3 испытания. Մեկը մարմնի ցանկությունների գայթակղությունն էր, Одно это желание плоти, մյուսը աշխարհի հարստության գայթակղությունն էր, другое это богатство этого мира. եւ երրորդը, եթե հիշում եք, И третье, если помните, ինքը Աստծո խոսքի մոլորության գայթակղությունն էր, это было заблуждение, искажение Слова Божьего. որովհետեւ Աստծո խոսքով էր ուզում գայթակղեր։ Он хотел Словом Божьим его соблазнить. 3 անգամ էլ Տերը հաղթեց, И трижды Господь победил. ասելով գրված է։ Говоря, написано. Հավատքի վահանը այն չի, որ դու աչքերդ փակես ու ասես, ես հիմա հավատքից ваհանը վերցրել եմ։ Щит веры это не означает, чтобы ты закрывал свои глаза и говорил, я взял щит веры. Հավատքի վահանն է, որ սատանան միտք է ուղարկում։ Щит веры это то, когда дьявол направляет мысли, Դու ասում ես գրված է։ а ты говоришь, написано. Ես սրան չեմ հավատում։ Я не этому верю. Ես սրան եմ Я верю հավատում։ этому. Գրված է։ Написано. Ես գրվածին եմ հավատում։ Я верю написанному. Ես իմ հոր խոսքին եմ հավատում։ Я верю словам моего отца. Դու իմ հայրը չես, որ ես քո խոսքերին И ты не հավատամ։ мой отец, чтобы я твоим словам Ես верил. իմ հոր խոսքերին եմ Я հավատում։ верю словам своего отца. Իմ հայրը ասում է այսպես արա։ И мой отец говорит, делай Եվ так. այս իրավիճակում ես այսպես եմ անելու։ И в этих обстоятельствах я буду делать так. Եթե քո հայացքը Հիսուսին է ուղղված, Если твой взгляд направлен на Иисуса, դու անելու ես նա այն ինչ որ նա է ասում։ ты будешь делать то, что Он будет говорить. Բայց մի պահ Но в один момент Պետրոսը Петр, գրված է սաստիկ քամի փչեց։ написано, что подул сильный ветер. Երբ որ ինքը այդ ջրերի վրայով մոտենում էր И он, когда Տիրոջը, шел по этим водам к Господу, քամին մի պահ ուժեղացավ։ и ветер усилился в одно время, Եվ ինքը սկսեց սուզվել։ и он начал тонуть. Որոնք են քո կյանքի շեղող հանգամանքները։ Какие обстоятельства, они уводят твой взгляд. Գիտեք, երբեմն մեր հայացքի կյանքի դժվարությունները գալիս են ու մեր հայացքը կտրում են Հիսուսից, տանում են դեպի այս դժվարությունը։ Иногда приходят трудности в жизни, и они уводят наш взгляд от Иисуса в другое место. Փոխանակ եկեղեցի ես գալիս նայես Հիսուսին, И вместо того, приходя в церковь, чтобы мы с тобой смотрели на Иисуса, նայում ես մարդկանց սխալ կյանքին։ смотришь на неправильную жизнь людей. Եկեղեցին հիվանդանոց է։ И церковь – это больница. Այստեղ գալիս են տարբեր մարդիկ։ И сюда приходят разные люди. Գուցե եւ այդ մարդուն փողոցում տեսնես իրան սխալ պահելուց։ Может быть, ты этого человека на улице увидишь поступающим неправильно. Կամ իր սոցիալական ցանցում ինչ որ սխալ նկարակցել։ Или в соцсети неправильную Կամ фотографию այդ выложил. վիդեոյի տակ լայք ադրել Или под нехорошим видео поставил лайк. ու դու գայթակղվում ես։ И ты соблазняешься. Հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Твой взгляд от Иисуса не уводи никогда. Ինչ կանեն մարդիկ, Что будут делать люди? ինչ կխոսեն մարդիկ, Что будут говорить люди? ինչքան քեզ կհիասթափեսնեն մարդիկ, И как часто люди будут тебя разочаровывать, հայացքդ Հիսուսից երբեք չշեղես։ взгляд от Иисуса никогда не уводи. Մարդկանց վատ վերաբերմունքը մեր հանդեպ, Неправильное отношение людей к нам. մեր կարիքները, երբ որ մենք կարիքի մեջ ենք լինում, И наши нужды, когда мы в нуждах, վախերը, страхи. չգիտեմ, ցանկացած մի բան, Не ինքը знаю. կարա լինի այս քամին, որ ուժեղանում է։ Все, что угодно, что может быть этим ветром усиливающимся. Ես գյուղում եմ ապրում։ Я живу в деревне. Եվ այդպես մենք մի տեսակի ծառ կա, որ մեր այգում չի աճում։ И есть вид дерева, который в нашем саду не растет. Գիլասը, Это вишня, черешня. ճիրեշնյա։ Ու չգիտեմ, բարձրանում է հասնում է 3 մետր, Достигает 3 метров. ու դու կարաս մատով իրան ասես բրտես ու ինքը կընկնի։ И ты можешь просто пальцем толкнуть, и он упадет. Մի քանի ծառ այդպես դրեցինք ու հետո հասկացանք, որ ворթերի մի տեսակ կա, որ մեր այգում կա։ И посадили несколько деревьев, и мы поняли, что есть вид червей, который есть в нашем саду. Իրանք շատ են սիրում գիլասի արմատները։ И они очень любят корни черешни. Ես չգիտեմ ինչու, երևի քաղցր է, թե Не ինչ знаю, է։ может быть сладкие, не знаю. Ու մենք այդ մեր այգում ամեն տեսակի ծառ կա, բացի գիլասից։ И у нас в саду есть все виды деревьев, кроме черешни. Երբ որ չկա արմատ, И когда нету корней, ծառը կյանք չունի։
Дерево не имеет жизни. Եվ երբ որ ուսումնասիրում եմ մի քիչ, И когда я немного изучал, սովորական ծառերն էլ արմատները խորացնում են, երբ որ կան քամիներ։ и любые деревья, они корни углубляют, когда есть ветры. Երբեմն Աստված մեր կյանքում քամիներ է թույլ տալիս, Иногда в нашей жизни Бог позволяет ветрам, որպեսզի մեր արմատները խորանան։ чтобы наши корни углубились. Եվ Տեր Հիսուսը ասում է. И Господь Иисус говорит: Հայացքդ ինձ ուղղի։ направь свой взгляд на меня. Գիտեք Պետրոսին ասեց, ինչու երկմտեցիր։ И Петру он сказал: почему ты усомнился? Թերահավատ։ Թերահավատ։ Недостаток веры, сомнения. Ու մենք չպիտի անգամ մեր կյանքի ամենածանր դժվարությունների մեջ մենք պիտի հիշենք, որ Տերը տիրում է։ Даже в самых трудных ситуациях в нашей жизни мы должны помнить, что Господь господствует. Չգիտեմ ժամանակս ինչքան է։ Я не знаю, сколько у меня еще времени. Մի 10 րոպե ունեմ։ Այո։ Շատ լավ։ Եկեք այս հատվածը կարդամ Աստվածաշնչից կամ այսպես պատմեմ լավ։ Давайте я расскажу вам историю из Библии. Հայտնության գիրքն է ընթերցում Книгу Откровения я читал. եւ գիտեք այս վերջին ժամանակներում շատ ծանր իրավիճակներ է նկարագրվում։ И описывает в последнее время такие тяжелые Տեր обстоятельства. Հիսուսը սովորեցնում է, որ երկրի դեմ է дурս գալու, պատերազմներ են լինելու, անժամանակ մահեր են լինելու։ Господь учит, говорит, что страны выйдут против других стран, будет смерть. Եվ Աստվածաշնչում նաեւ երկու գերտերությունների բախում է նկարագրում։ И в Библии также описывается сражение двух империй. Եվ ես շատ երկար ժամանակ կարդացել եմ այդ հատվածը ու չէի հասկացել, ոչ թե չէի հասկացել, չէի էլ տեսել։ И я читал это место, одно место, и много раз я как будто не видел. Հայտնություն 17-րդ գլխում գրված է В книге Откровения 17 главе написано. այդ անառակ Բաբելոնի, որ կործանվում է ինքը։ Говорит о блуднице Вавилоне, которая погибает, разрушается. Եվ գիտեք երևի այդ պատմությունը ընթերցած կլինեք, որ ընկավ մեծ Բաբելոնը, И вы, наверное, знаете эту историю, когда Вавилон упал. ամբողջ աշխարհի վաճառականները ողբում են, լացում են, И все люди в этом мире, торговцы, они плачут. որովհետև իրենք իր հետ առևտուր էին անում, հարուստ էր մի խոսքով։ Потому что они вместе с ним были в торговых отношениях, были богатые. Եվ ես երբ որ կարդացի, այս հարցը ինձ տվեցի։ Я когда читал, задал себе Իսկ вопрос. ով է կործանում այդ մեծ Բաբելոնին։ А кто разрушает этот Вавилон? Կարդացել եք ով է կործանում։ Вы читали, кто его разрушает? Ես այդքան ժամանակ կարդացել եմ Աստվածաշունչը ու շատ չէի Я եղել։ столько раз читал, но не был внимателен. Գիտեք Աստվածաշնչում նկարագրում է Հակաքրիստոսի В Библии описывается իր Антихрист թագավորներով своими царями, князьями բախումը Բաբելոնի հետ։ и сражение с Вавилоном. Գիտեք Հակաքրիստոսը ինքը իր թագավորներով, իր երկրներով ատելու է քրիստոնյաներին։ И Антихрист, он со своими царями будет ненавидеть христиан. Գիտեք որ Բաբելոնը գրված է խմելու է սուրբերի արյունը ու հարբելու է։ Ինքն էլ է ատում քրիստոնյաներին։ И написано, что и Вавилон будет пить кровь святых и будет упиваться. И он тоже ненавидит верующих. Երկուսն էլ սատանայի թագավորություններն են։ И эти оба, это царство дьявола. Եվ հիմա ես ուզում եմ ընթերցել այդ հատվածը։ Я просто хочу это место Մի прочитать. բանի համար եմ սա անում, И делаю это из-за одного, որ դու հասկանաս։ чтобы ты понял. Տերը տիրում է։ Господь господствует. Անկամ մարդկության, պատմության այդ դժվարին իրավիճակում Даже в этих трудных ситуациях истории человечества. Աստված տիրում է։ Господь господствует. Եվ նայեք Смотрите. Հայտնություն 17, 16, 17 խոսքերը։ Книга Откровения, 17 глава, 16 и 17 стихи. 10 եղջյուրները, որ տեսար եւ գազանը նրանք պիտի ատեն պորնիկին եւ պիտի ամայացնեն, մերկացնեն, նրա մարմինը պիտի ուտեն եւ կրակով այրեն նրան։ И 10 врагов, которые ты видел на звере, сии возненавидят блудницу и разорят ее, и обнажат, и плоть ее сидят, и сожгут ее в огне. Քանի որ Աստված նրանց սրտերի մեջ դրեց, որ իր կամքը կատարեն, միակարծիք լինեն եւ իրենց թագավորությունը գազանին տան, մինչեւ որ Աստծո խոսքերը կատարվեն։
Потому что Бог положил им на сердце исполнить волю Его, исполнить одну волю и отдать царство их зверю, доколе не исполнится слова Божьи. Ես երբ որ կարդացի այս հատվածը, Когда я прочитал это առաջինը место, որ միտք եկավ սա էր. и первая мысль, которая пришла, Ինչ մեծ ես դու Տեր։ какой ты велик Господь, Հակա Քրիստոսին антихриста հանում ես Բաբելոնի դեմ։ ты выводишь против Вавилона, Եվ իրանք իրար կործանելու են, и они друг друга будут որ քո разрушать, կամքը կատարեն։ чтобы исполнить твою волю. Հիշում եք 1 միլիոնանոց զորք եկավ Հովսեփաթ թագավորի օրերին։ Помните, во время царя Иосафата войско пришло количеством в 1 миллион, Եվ իրանք զորք չունեին, а у них не было войска. բայց Աստված ասեց չվախենաս, Но Бог сказал, не бойся. եւ իրանք ունեցած զորքի առաջից փառաբանությունը դրեցին, И они прославление поставили перед своим եւ войском. Տիրոջը երկրպագելով գնում էին ռազմի դաշտ։ И прославляя Бога шли на поле битвы. Սա նույնն է, որ դուրս գաս նավակից ու ջրերի վրայով քայլես։ Это то же самое, как ты выйдешь из лодки и будешь ходить по водам. Որտեվ միտքը ասում անհնար է, Потому что разум говорит, это невозможно. բայց երբ որ գնացին հասան այնտեղ, Но когда достигли этого места, տեսան Աստված իրանց մեջ խառնակություն ա դրել и они увидели, что Бог ввел замешательство между ними, среди եւ них. իրանք իրար կոտորել են։ И они друг друга просто поразили. Եվ չեմ հիշում արդեն քանի օր իրանք ուղակի հավաքում էին այդ ավարը։ И я не помню, сколько дней они просто эту добычу просто собирали. Հայացքդ Հիսուսից երբեք չկտրես։ Никогда свой взгляд не уводи от Иисуса. Ֆիլիպեցիս 3-րդ գլուխ։ Филиппийцам 3 глава. Մի քիչ երկար հատված է, բայց կուզեք մենակ ռուսերենը կարդանք։ Եկեք մենակ ռուսերենը կարդանք։ Давайте только на русском прочитаем. 12-ից 21-ը խնդրեմ։ С 12 по 21 стихи. Говорю так не потому, что я уже достиг или усовершился, но стремлюсь, не достигну ли я, как достиг меня Христос Иисус. Братья, я не почитаю себя достигшим, а только забывая заднее, простираясь вперед. Стремлюсь к цели и к почести высшего звания Божия во Христе Иисусе. Итак, кто из нас совершен, так должен мыслить. Если же вы о чем иначе мыслите, то это Бог вам откроет. Впрочем, до чего мы достигли, так и должны мыслить и по тому правилу жить. Подражайте, братья, мне и смотрите на тех, которые поступают по образу, какой имеете в нас. Ибо многие, о которых я часто говорил вам, а теперь даже со слезами говорю, поступают так, как враги креста Христова. Их конец погибель, их Бог чрево, и слава их в сраме. Они мыслят о земном. Наше же жительство на небесах, откуда мы ожидаем и Спасителя Господа нашего Иисуса Христа, который уничиженное тело наше преобразит так, что оно будет сообразно славному телу Его, силою, которой Он действует и покоряет себе все. Նպատակակետը Քրիստոսն է։ Цель – это Христос. Երկինքն է մեր նպատակը։ И небеса – это наша цель. Քրիստոսի խաչի թշնամիները И враги креста Христова, իրանք եկեղեցում են։ они в церкви. Շատ հետաքրքիր է, որ եկեղեցում են եւ սովորեցնում են այս աշխարհի բաները դարձնել նպատակ։ И они, интересно, что в церкви и учат, чтобы что-то мирское сделать целью. Որն է քո կյանքի նպատակը։ Что есть цель твоей жизни? Ինչ ես լսում։ Что ты слышишь? Փոթորիկին ես նայում, Смотришь на ветры, ալիքներին ես նայում, смотришь на թե волны Հիսուսին ես или նայում։ на Иисуса. Ասում է հետինները թողած սլանում ենք դեպի նպատակը։ И говорит, оставляя заднее, мы простираемся вперед. Մեր նպատակը երկինքն է։ И наша цель – это небеса. Մեր նպատակը Աստծո կամքը կատարելն է։ И наша цель – исполнить волю Божью. Գիտեք, եթե դու անգամ այսօր ծանր վիճակով ես անցնում, И если ты сегодня проходишь через трудные обстоятельства, իմացի որ շրջապատիդ մարդիկ նայում են քեզ։ и знаешь, что люди, которые тебя окружают, смотрят на Եթե тебя. դու այսօր խնդրեմ ունես, И если у тебя сегодня проблемы, ընտանեկան, семейные, առողջական, со здоровьем, ֆինանսական, финансовые, մարդիկ նայում են, люди смотрят, թե Հիսուսի աշակերտը то как ученики Иисуса, ոնց է վերաբերվում այդ խնդրին։ что как ученик Иисуса
обращается с этой проблемой Եվ քո դժվարությունը и твои трудности. կարա շատերի համար վկայություն լինի, Они для многих могут быть որ свидетельством, դու քո հույսը Աստծո վրա ես դրել, что ты свою надежду возложил на որ Бога, դու քո հայացքը Հիսուսից չես կտրում։ что ты свой взгляд от Иисуса не отрываешь. Եվ գիտեք, շատ քրիստոնյաների, երբ որ կրակների вրա այրել են, И когда многих христиан сжигали на огне, գիտեք, առաջին դարում մեծ հալածանքներ ա եղել։ и знаете, в первом веке были большие гонения, Գիտեք, երբ որ տեսնում էին ինչպես են իրենք մահը ընդունում, и когда видели, как они принимали смерть, իրենց մահապատժի ենթարկողները и те, которые их убивали, իրենք դառնում էին հավատացյալ։ они становились верующими. Քո դժվարության մեջ, В твоих трудностях քո Աստծուն վստահելը доверие Богу твоему, կարա մեծագույն վկայություն լինի։ оно может быть большим свидетельством. Այո, երբեմն Աստված թույլ է տալիս փոթորիկներ, Да, иногда Бог допускает бури, բայց ասում է, но քաջալեր говорит, գիր, мужайся, ես քեզ հետ եմ։ я с тобою. Եվ վերջին կետը, И последний пункт. նա խաղաղեցնելու է քո կյանքի փոթորիկները։ Он усмирит бури в твоей жизни. Աստծո նպատակը չի, որ дու տառապես։ Цель Бога, чтобы не чтобы ты мучился. Գուցե ինքը ուզում է դու քո արմատները Может խորացնես, быть, Он хочет, чтобы ты свои корни գուցե ուզում է, որ աշխարհի углубил. այդ քամիներին ու ալիքներին ուշադրություն չդարձնես։ Может быть, Он хочет, чтобы ты не смотрел свой Քեզ взгляд դաս է увел տալիս, от бури, Он тебе дает урок. բայց չի թողնելու, որ դու սուզվես։ Но Он тебя не пустит, чтобы ты Բռնելու утонул. է քո ձեռքը։ Он возьмет тебя Եթե за անգամ руку. սուզվես, Даже если ты будешь մենք կարող тонуть, ենք սխալվել։ мы можем Ոչ ошибаться. ոք անսխալական չի։ Нету человека, который не ошибается. Ինքը բռնելու է քո ձեռքից։ Он возьмет тебя за руку. Չի թողելու, որ դու Он не սուզվես։ позволит, чтобы ты утонул. Եվ քեզ մցնելու է նավակ, И Он тебя поведет в лодку հանդարտացնելու է փոթորիկը։ и усмирит бурю. Աստծո նպատակը չի, որ դու տառապես։ Не цель Бога, чтобы ты мучился. Տերը քեզ կանչում է, Господь тебя зовет, որ նավակից դուրս գաս, чтобы ты вышел из лодки, դաս սովորես, научился, взял урок, սովորես իր կամքով ապրել, научился жить по Его воле. եւ հետո հանդարտեցնելու է քո կյանքի փոթորիկները։ И потом Он усмирит бури в твоей жизни. Աստված քեզ համար լավագույնն է պատրաստել։ Бог для тебя приготовил Աստված наилучшее. սիրող հայր է։ Бог, Он любящий Отец. Երբեմն մենք մեր երեխաներին ինչ-որ բաներ մերժում ենք։ Иногда мы в чем-то отказываем своим детям. Լինում է այդպես։ Бывает так? Ասենք ցուրտ ժամանակ Например, в холодное время. ինքը ուզում է թեթև հագնվի, Он хочет легко одеться. ու մայրիկը ասում է, այդպես դուրս մի գնա։ И мама говорит, не выходи так на Ինձ улицу. էսպես հարմար չի, այն ծանր վերարկուն հարմար չի։ Мне так неудобно, такая толстая кофта. Մի քիչ որ շատ փոքրահասակ են լինում, И когда они маленькие еще, ասում են, դու ինձ չես սիրում։ говорят, ты меня не любишь. Չես տալի այն ինչ որ ես եմ ուզում։ Не даешь то, что я хочу. Չես թողում անեմ այն ինչ որ ես եմ սիրում։ Не даешь делать то, что я люблю. Չի հասկանում որ մայրիկը սիրում է, Но не понимаешь, что мама любит. դրա համար չի տալիս։ Поэтому не дает. Դրա համար է արգելում։ Поэтому запрещает. Եվ Աստված մեզ սիրում է И սիրելիներ։ Бог нас любит, возлюбленные. Եվ եթե քո կյանքում փոթորիկներ են, И если в твоей жизни бури, դա չի նշանակում, որ ինքը քեզ չի սիրում։ это не означает, что Он тебя не любит. Ինքը քեզ սիրում է։ Он тебя любит. Ուզում է որ дու իրան վստահել սովորես։ Хочет, чтобы ты научился Ему Ուզում է доверять. որ հասունանաս Хочет, чтобы ты стал зрелым եւ նմանվես իրան։ и уподобился Ему. Նաեւ մյուս մարդկանց հետ քո հարաբերությունների մեջ։ И также в отношениях с другими людьми. Եվ ես այսօր уզում եմ աղոթեմ ձեզ համար, И сегодня я хочу молиться за вас, որ Աստված դադարեցնի ձեր կյանքի բոլոր փոթորիկները, чтобы Господь усмирил все бури в вашей жизни. բայց նաեւ որ դուք դաս քաղած դուրս գաք այդ փոթորիկների միջից։ Но также, чтобы вы вышли из этих бурь, взяв урок. Եվ հիշենք, թեև Տերը հանդիմանեց։ И помнили, даже если Бог обличил, Գիտեք, Պետրոսին ասես թերահավատ, Он Петру сказал, маловерный. բայց հետո այդ Պետրոսին ասես դու ես այն վեմը, Но тому же Петру он сказал, ты камень, որի վրա կառուցելու եմ իմ եկեղեցին, на котором я построю свою церковь, որ դժողքի դռները չեն կարողանալու հաղթել։ и врата ада не смогут одолеть. Եվ այսօր եթե դու հավատքի խնդիր ունես, И если у тебя сегодня есть проблемы с верой, եւ եթե անգամ Տերը քեզ ասի թերահավատ, и если даже тебе Господь скажет маловерный, ինչպես չես կարողանում իմ կամքին վստահես, как ты не можешь довериться моей воле, դա չի նշանակում, որ ինքը մերժում է քեզ։ это не означает, что тебя отвергает. Նշանակում է, որ ինքը ուզում է, որ դու հավատաս։ Это означает, что он хочет, чтобы ты верил. Հավատքի կյանքը
Жизнь веры Քրիստոսի խոսքերին վստահելն է։ – это научиться доверять словам Иисуса. Եկեք աղոթենք, Давайте молиться, որ Տերը մեզ սովորեցնի։ чтобы Господь научил нас. Սիրելի Հիսուս, Возлюбленный Иисус, գիտենք, որ մեր մեջ ես։ мы знаем, что Ты среди нас. Խնդրում եմ իմ եղբայրների ու քույրերի համար, Прошу за моих братьев и сестер, որ դժվարությունների միջով են անցնում, которые проходят трудности, որ փոթորիկների միջով են անցնում։ которые проходят через бурю. Սովորեցրում ես Տեր, Научи нас, Господь, մեր կյանքի ամենադժվարին пահերին чтобы в самых сложных ситуациях нашей жизни մեր հայացքը քեզնից չկտրենք։ наш взгляд мы не отрывали от Тебя, Չլսենք քամիներին, не слушали ветра, ալիքների ձայնին, голос волн, այս աշխարհի խորհուրդներին, советы этого мира, այլ նայենք քո խոսքը ինչ но ասում, смотрели то, что говорит Твое որն է Слово, քո կամքը։ что есть Твоя воля. Դու տիրում ես մարդկության պատմության վրա, Ты господствуешь над историей человечества, բայց տիրում ես նաև մեր կյանքերի վրա, но Ты также господствуешь и в нашей жизни, իմ կյանքի վրա։ над моей жизнью. Ես ամբողջովին վստահում եմ։ Я всецело Тебе доверяю. Սովորեցրու ինձ Научи меня վստահել քո խոսքին, доверять Твоему Слову, ապրել քո կամքի համեմատ։ жить согласно Твоей воле. Թող իմ որոշումները քեզ ուրախացնեն Пусть мои решения радуют Тебя, եւ դու էլ խաղաղեցրու մեր բոլորի կյանքի փոթորիկները։ и Ты усмири бурю в жизни каждого из нас. Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Именем Господа Иисуса просим. Ամեն։ Аминь.